Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու ներկայությունը թող լինի յուրաքանչյուրիս հետ, հավիտյանս հավիտենից։ Հայր Աստված, Հիսուս Քրիստոսի անունով գալիս եմ քո առաջ, քո ողորմության ու շնորհի առաջ, քո ոտքերի առաջ, ու խնդրում եմ Տեր, ընտանիքիս բոլոր անդամների համար, հարազատներիս համար, գերդաստանիս համար, հարևաններիս, գոլեգաներիս համար, հայ ազգիս համար, բոլոր նրանց համար, ում մենք սիրում ենք, ում համար անհանգստանում ենք, ում համար աղոթում ենք, եւ բոլոր նրանց համար, ում անգամ չենք էլ ճանաչում, ում մտածելակերպում ու սրտերում եղած թշնամու ամրոցները ամուր կանգնած են, որ դրդում են մեզ ու նրանց մտածել, թե դու մեզ չես սիրում, թե դու կողմնապահ ես, թե դու մեզ ինչ-որ բան պարտք ես, թե դու սխալվել ես հաճախ եւ Հիսուսին էլ ուղարկեցիր որպես քո իսկ մեղքերի թողություն։ Տեր ներիր ու ողորմիր, որ այսպես խաբնված ենք, որ այսպես դատում ենք առանց հասկանալու, խոցելով քո սիրտը, բայց դու մեծահոգի ես, մեծասիրտ ես։ Հիշիր Տեր, որ այս ամենը թշնամին է լցնում մեր գլուխները, ողորմիր ու արձակիր կապանքները, որպեսզի նրանցից ամեն մեկը հասկանա, որ դու այնպիսի սիրով ես սիրում, այնպիսի աննկարագրելի, անբացատրելի սիրով ես սիրում, որ քո որդուն ուղարկեցիր, որ խաչը բարձրանա հենց իրենց համար, հենց իրենց համար, որպեսզի ամբողջ սրտով ու հոգով հասկանան, թե որքան բարի ու առատաձեռն ես դու, որ քո ուխտը միայն Աբրահամի հետ էր, նրա որդի Իսահակի միջոցով նրանց սերունդների հետ, բայց ի սկզբանե միշտ էլ քո նպատակն ու ծրագիրն է եղել որպես օրհնություն ողջ մարդկության համար։ Դու երբեք կողմնապահ չես եղել, դու երբեք մյուսներից չես մոռացել, ու որ քո մեծ սրտի ու շնորհի միջոցով է, որ մեզ նախքին հեթանոսներիս, որ ուխտի մասը չէինք կազմում, քո ուխտի մաս սարքեցիր ու Հիսուս Քրիստոսով Աբրահամի խոստման սերունդներ մեզ դարձրեցիր։ Եվ թույլ չտանք, որ չարը մեզ խաբի, թե դրա մեջ չարիք կա, այլ հասկանանք քո ողորմության խորությունը։ Տեր փառք ու գոհություն քեզ, որ մեզ վրա էլ փրկության արևը ծագեց, որ Հիսուս Քրիստոսն է։ Տեր, շնորհակալ ենք, որ մեզ խավարի իշխանությունից ազատել ես ու մեզ քո սիրելի որդու արքայության մեջ ես փոխադրել։ Փառք ու հավիտյան գոհություն քեզ, որ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք ունենք ներում, փրկություն, մեղքերի թողություն։ Խնդրում եմ Տեր, որ հպվես մեր ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, բոլոր նրանք դեռ բռնված են այս ամեն կեղծիքով, քանդես իրենց սրտերում, մտքերում եղած թշնամու ամրոցները, Երիքովի պատերը, կտրես թելերը, որով սնում են նրանց այս կեղծիքով, նրանց սրտում ու մտքում, արա քո Սուրբ Հոգով, քո զորավոր Սուրբ Հոգով, որ այս հրաշալի խորհուրդը, այս բարի լուրը իրենք էլ հասկանան, ընդունեն, ցնծան, ապաշխարեն ու ծնկեն քո առաջ, եւ ներում ստանան, եւ կյանք ստանան։ Տեր գործիր ու փրկիր, եւ արա հանուն քո սուրբ, հավիտենական ու հավատարիմ անվան, արա հանուն Հիսուս Քրիստոսի, որ հնազանդվելով քեզ, տրվելով սիրո լավագույն ու ամենամեծ առաջնորդությանը, գնաց այդ զոհողության քայլին, որ մեր ընտանիքի անդամներն էլ փրկություն գտնեն։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Իսկ հիմա եկեք վերադառնանք ելք գրքին, մենք 4-րդ գլխում ենք, շարունակենք ընթերցանությունն ու մեկնաբանությունը։ Մովսեսն ասաց Տիրոջը. Ով Տեր իմ, ես ի սկզբանե ճարտարախոս չեմ,
Եվ ոչ միայն ճարտարախոս չեմ, երբ սկսեցիր խոսել քո ծառայի հետ, այլ ես ծանրախոս և ծանրալեզու եմ։ Տերն ասաց Մովսեսին. ով է մարդուն բերան տվել, կամ ով է ստեղծում համրին կամ խուլին, տեսնողին կամ կույրին, չէ որ ես, Տերը, իսկ հիմա գնա, ես քո բերանի հետ կլինեմ, և քեզ կսովորեցնեմ, ինչ որ պետք է խոսես։ Մովսեսն ասաց. ով Տեր իմ, աղաչում եմ, ուղարկիր ում ուզում ես ուղարկել։ Այսինքն ինձ մի ուղարկի, ում ուզում ես ուղարկի։ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Մովսեսի դեմ, և Տերն ասաց Մովսեսին. միթե ես քո Ահարոն եղբորը Ղևտացուն չեմ ճանաչում, որ ճարտարախոս է, ահա նա դուրս է գալիս քեզ դիմավորելու և քեզ տեսնելուն պես սրտանց կուրախանա։ Դու խոսիր նրա հետ և խոսքեր դիր նրա բերանում, ես քո բերանի ու նրա բերանի հետ կլինեմ և ձեզ կսովորեցնեմ, թե ինչ պետք է անեք։ Քո փոխարեն նա կխոսի ժողովրդի հետ, նա քեզ համար կլինի որպես բերան և դու Աստծու տեղ կլինես նրա համար։ Վերցրու այս գավազանը քո ձեռքը, որպեսզի դրանով անես նշանները։ Սուրբ Հոգի Աստված, ես մեր ականջները, մեր մտքերը դնում եմ քո իշխանության տակ։ Տեր, պարուրիր մեզ, որպեսզի չարը չկարողանա իր կեղծիքը բերել, չարը չկարողանա գողանալ այս փառահեղ խոսքերի ճշմարտությունը և այն դասերը, որ մենք պիտի քաղենք, այլ մենք կլանենք ամեն ինչ սպունգի պես և կիրառենք մեր կյանքերում, որպեսզի մեր կյանքերը փոխվեն և մենք քայլենք հաստատուն հավատքի մեջ։ Հավատք չունեցողների սրտում էլ թող քո սուրբ խոսքերը հավատքի կրակ վառեն, ծարավ դնեն քո հանդեպ, քո խոսքի հանդեպ, որտև քո խոսքի մեջ է զորությունը, քո խոսքը, որ Հիսուս Քրիստոսն է, որ մաքրում է և ազատում մեզ մեր մտքերի փառից ու սարդոստայններից։ Երեկ տեսանք, որ Տեր Աստված Մովսեսի վախերը ու անվստահությունը փարատելու համար նրան հրաշագործության 3 նշաններ տվեց, բայց հիմա տեսնում ենք, որ Մովսեսը մի նոր պատճառ է առաջ քաշում, թե ինչու ինքը չի կարող Աստծո ասածը անել։ Նախկին դասերը լսեք, որ այսօրվանը իմաստ ունենա և թող ձեր հասկացողությունը արձակվի ամեն կապանքներից ու հավատքը զորանա Հիսուսի անունով ու Հիսուսի փառքի համար։ Մովսեսի նոր պատճառը սա էր. ես լավ խոսել չգիտեմ, ես ծանրալեզու եմ։ Մովսեսն ասաց Տիրոջը. ով Տեր իմ, ես ի սկզբանե ճարտարախոս չեմ։ Երբ սկսեցիր խոսել քո ծառայի հետ, ես ծանրախոս և ծանրալեզու եմ։ Այս զարմանալիորեն համոզիչ նշաններից հետո, որոնց մասին երեկ խոսեցինք, որ Աստված արեց Մովսեսի միջոցով, Մովսեսը դեռևս առարկում է ու դեմ է ընկնում Աստծո կանչին։ Մովսեսը ասում է. ես ճարտարախոս չեմ ու ոչ միայն ճարտարախոս չեմ, այլ ես ծանրախոս ու ծանրալեզու եմ։ Թվում է, թե Մովսեսի այս պատճառաբանությունը արդարացված չէր։ Եվ իրականում արդարացված չէր։ Ակնհայտ է, որ դրանից 40 տարի առաջ, երբ Մովսեսը Եգիպտոսի թագավորական ընտանիքի անդամ էր, Մովսեսը ամենևին էլ դանդաղախոս չէր և ծանրալեզու չէր։ Եթե հիշում եք, նախկին դասերից մեկում կարդացինք Գործք առաքելոցի 7-րդ գլխի 22 խոսքը, որտեղ ասվում է, որ Մովսեսը կրթված էր եգիպտացիների ողջ իմաստությամբ և զորավոր էր թե խոսքերով, թե գործերով։ Բայց հանկարծ հիմա Մովսեսը որոշել է, որ ինքը ծանրախոս է, ծանրալեզու ու ճարտարախոս չի։ Բայց մենք պիտի հասկանանք, որ Մովսեսի ճարտարախոսությունը, խոսքի զորությունը ավարտվեց, երբ 40 տարի առաջ նա փախավ Եգիպտոսից վախենալով իր կյանքի համար ու հաջորդ 40 տարին էլ նա անցկացրել էր հովվելով ոչխարների հոտը։ Բայց ոչխարները չէին մեղավոր, որ Մովսեսի
ճարտարախոսությունը ավարտվեց, այլ նա, որ կոտրվել էր Մովսեսի ինքնավստահությունը։ Մովսեսի ինքնավստահությունը վերացել էր, եւ դա լավ բան էր։ Բայց Մովսեսին պետք էր եւ մեզ ոչ թե մեր վրա վստահ լինենք, ինքնավստահ լինենք, այլ մենք պետք է վստահություն ունենանք Աստծո հանդեպ։ Աստծուն վստահելով պիտի վստահ լինենք մեզ վրա եւ ոչ թե ինքնավստահ լինենք չվստահելով Աստծուն։ Դա մեզ կբերի չարիքի։ Եվ Մովսեսը սա է խառնում, փոխանակ ընդունի, որ Աստծուն չի վստահում դեռ։ Իսկ հիմա տեսնենք, թե Աստված ինչ պատասխան է տալիս Մովսեսի այս պատճառաբանությանը։ Տերն ասաց Մովսեսին. ով է մարդուն բերան տվել, կամ ով է ստեղծում համրին կամ խուլին, տեսնողին կամ կույրին, չէ որ ես, Տերը։ Այն փաստը, որ Մովսեսը կարծում էր, որ ինքը պերճախոս չէ, ճարտարախոս չէ, բացարձակապես անտեղի էր ու ոչ ամենակարևոր բանը, այլ կարևորը այն էր, որ Աստված, ով ստեղծել է երբևէ ապրած ամենապերճախոս բերանները, այդ Աստված Մովսեսի կողմից էր, ու Աստված էր Մովսեսին ուղարկողը, եւ Աստված էր Մովսեսին տալու ողջ զորությունը։ Աստծո զորությամբ էր Մովսեսը գնալու այդ ամենը աներ, եւ ոչ թե իր։ Տերն ասաց նրան. ով է մարդուն բերան տվել, կամ ով է ստեղծում համրին կամ խուլին, տեսնողին կամ կույրին, չէ որ ես, Տերը։ Սա Աստծո գերիշխանությունը բացահայտող դրամատիկ հայտարարություն է Աստծո կողմից, եւ Աստված այն հայտնում է Մովսեսին ու մեզ էլ հրավիրելով վստահել իրեն եւ համագործակցել իր հետ, հասկանալով, որ նա ինքնիշխան Աստված է, որ նա է մեզ ստեղծել, որ մեր միտքն էլ, մեր բերանն էլ իրեն է պատկանում։ Երբեք չի ասվում Աստված այնքան զորավոր է, որ մենք ոչինչ չենք կարող անել, այլ միշտ ասվում է Աստված այնքան զորավոր է, որ կարող է գործել մեր միջոցով, եթե մենք մեզ հասանելի դարձնենք Աստծո համար, եթե հնազանդվենք Աստծուն։ Ով է ստեղծում համրին կամ խուլին, տեսնողին կամ կույրին, չէ որ ես, Տերը։ Ոմանք կարծում են, որ սա Աստծո կողմից դաժանություն է։ Այնուամենայնիվ, այստեղ նպատակը չարիքի ծագումնաբանությունը վերլուծելը չէր, այլ ցույց տալը, որ Աստված այնքան զորավոր է, որ կարող է նույնիսկ համրերին, խուլերին, կույրերին եւ տեսնողներին կանչել իր գործը կատարելու, որ սահմանափակում չկա, որ եթե դու կույր ես, խուլ ես, համր ես, դա քեզ Աստծո ծրագրից դուրս չի թողնում, Աստված անկողմնակալ է, դու դուրս չես մնացել Աստծո ծրագրից, դու դուրս կմնաս միայն, եթե դու քեզ հասանելի չդարձնես Աստծո համար, եթե դու չհնազանդվես Աստծուն ու հասկանաս, որ Աստծո զորությամբ դու ամենազորավոր գործերը կարող ես անել։ Մովսեսի ենթադրյալ թերությունները բացարձակապես կարևոր չէին, ու մենք Աստծո զորությամբ չենք կարող քայլել, երբ որ մենք մեր աչքերը հառում ենք մեր իրական կամ երևակայական թուլությունների վրա, թերությունների վրա եւ ոչ թե Աստծո վրա։ Եթե Մովսեսը իսկապես ծանրալեզու էր ու դժվար խոսացող, արդյոք սա նորություն էր Աստծո համար, ինչ է Աստված դժվարանում է հետևել մարդկությանը, որ ստեղծել է, ու իմանալ, թե ով է իսկապես խուլ, ով է կույր, ով է համր, սա է ասում Աստված։ Հարցն նրանում է, արդյոք Մովսեսը իսկապես կարծում է, որ Աստված սխալ է թույլ տալիս Մովսեսին ընտրելով, որ Աստված սխալ է գործում։ Իսկ սրա տակ թաքնված է անվստահությունը Աստծո հանդեպ, որքան մարդիկ են մտածում, որ Աստված սխալներ է թույլ տալիս, Աստված պիտի շտկի իր ճանապարհը։ Մենք այդպես մտածելով ասում ենք, ես քեզնից խելացի եմ, Տեր Աստված, դու որ ինձ արարել ես, դու որ ինձ մտածելու կարողություն ես տալիս, ես որ սահմանափակ եմ ու դու անսահմանափակ, ես որ փոշի եմ, իսկ դու հավիտենական Աստված, փոշի ու ոչինչ լինելով հանդերձ, ես քեզ ասում եմ, դու սխալ ես, ես ճիշտ։ Մենք սա ենք անում։
Եվ եթե անգամ Մովսեսը իսկապես ծանրախոս էր, միևնույնն է, դա կարևոր չէր, որովհետև ամենազոր Աստված ասաց. «Հիմա գնա, ես քո բերանի հետ կլինեմ եւ քեզ կսովորեցնեմ, ինչ որ պետք է խոսես»։ Ուրեմն հասկանում ենք, որ ամեն իրավիճակում Աստված բավարար է մեզ համար, անկախ նրանից, թե ինչ իրական կամ երևակայական թերություններ մենք ունենք։ Ու եթե ինչ-որ մեկի հետ պիտի խոսենք ու չգիտենք ինչ ասենք, ոնց ասենք, կարող ենք խնդրել Աստծուն եւ Աստված կտա անգամ խոսքերը, որ ասենք, որ նրանց սրտերին դիպվի։ Մենք հասկանալի ու հասանելի չենք լինի, եթե մեր զորությամբ անենք, բայց սրտեր կխոցվեն ու կբացվեն, եթե Աստծո զորությամբ անենք։ Մովսեսը էլի չի ցանկանում հնազանդվել ու իր կամքը ենթարկացնել Աստծո կամքին, եւ Աստծո պատասխանն ենք նորից տեսնում։ Մովսեսն ասաց. «Ով Տերիմ, աղաչում եմ, ուղարկիր, ում ուզում ես ուղարկել»։ Վերջապես Մովսեսի պատճառների տոպրակը դատարկվում է, էլ պատճառներ չի բերում, ու Մովսեսը հիմա բացահայտում է իր սրտի իրական վիճակը։ Մովսեսը պարզապես շատ ավելի ուրախ ու հանգիստ ու գոհ կլիներ ու նախընտրում էր, որ Աստված մեկ ուրիշին ուղարկեր այդ ծառայությունը կատարելու։ Նրա խնդիրը իրականում կարողությունների պակասը չէր, այլ իր կամքի պակասը։ Հնարավոր է անգամ, որ նա հասել էր այնպիսի հոգեվիճակի իսրայելցիների հանդեպ, որ չէր էլ ուզում նրանց ազատել, քանի որ նախկինում իրեն մերժել էին։ Գուցե խոր վիրավորանքը, հիասթափությունը ու դառնությունը նրան դարձրել էին անտարբեր իր ազգի հանդեպ ու չէր ցանկանում նրանց համար իրեն վտանգել նորից Եգիպտոս գնալով։ Քննենք մեր սրտերը, ինչու ենք մենք պատճառներ բռնում ու չենք անում այն, ինչ Աստված է ասում, լինի մեր մասին, լինի մեր ազգի մասին, լինի Իսրայելի մասին։ Մենք հաճախ ենք կեղծ պատճառներ առաջ քաշում, որոնց մեզ թվում են իրական պատճառներ են, բայց որ այդ կեղծ պատճառների տակ մենք թաքցնում ենք իրական պատճառները, մեր իրական սրտի խնդիրը, մեր սրտի վիճակի հետ գործ չենք ունենում, մենք թաքնվում ենք ճշմարտությունից, բայց մինչև ճշմարտությունը չընդունենք, մենք չենք կարող դրանցից ազատագրվել։ Տիրոջ բարեկությունը բորբոքվեց Մովսեսի դեմ, եւ Տերն ասաց Մովսեսին. «Միթե ես քո Ահարոն եղբորը Ղևտացուն չեմ ճանաչում, որ ճարտարախոս է, ահա նա դուրս է գալիս քեզ դիմավորելու եւ քեզ տեսնելուն պես սրտանց կուրախանա»։ Միշտ հիշենք, որ Աստծո համբերության բաժակը գալիս է մի պահ, որ կլցվի, ու եթե մենք չանենք այն, ինչ Աստված մեզ ուղարկում է անելու, Աստված միշտ մեկ ուրիշին կբարձրացնի, բայց մենք կզրկվենք այն օրհնությունից, որ գտնվում է Աստծուն ծառայելու մեջ, Աստծո կամքը կատարելու մեջ։ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Մովսեսի դեմ։ Աստված չբարկացավ, երբ նախկինում Մովսեսը հարցրեց. «Ես ով եմ, որ գնամ իսրայելցիներին ազատեմ»։ Աստված նաև չբարկացավ, երբ Մովսեսը հարցրեց. «Երբ իսրայելցիները ինձ հարցնեն, թե ով է ինձ ուղարկել, ինչ ասեմ»։ Ոչ էլ Աստված բարկացավ, երբ Մովսեսը չհավատաց Աստծո խոսքին եւ ասաց. «Ենթադրենք, որ նրանք չհավատան ինձ կամ չլսեն իմ ձայնին»։ Աստված նույնիսկ չբարկացավ, երբ Մովսեսը կեղծորեն պնդեց, որ ինքը երբեք չի եղել ճարտարախոս։ Աստված չբարկացավ, որ այդքան նշաններից հետո Մովսեսը էլի պատճառներ էր բերում։ Բայց Աստված բարկացավ, երբ Մովսեսը պարզապես չէր ցանկանում։ Կարող են լինել, ինչպես ասեցինք, հարյուրավոր ողջամիտ պատճառներ, թե ինչու Մովսեսը չէր ցանկանում ծառայել, որոնցից մի քանիսը շատ հասկանալի են։ Իսրայելցիները մերժել էին նրան։ Հնարավոր է նաև, որ Մովսեսը իսկապես ուզում էր ծառայել, բայց չէր ցանկանում, ինչպես արդեն ասացի, այդ մերժվածության պատճառով։ Ու չնայած այս ամենին, հիմնական ճշմարտությունն այն էր, որ Մովսեսը չէր ցանկանում, այլ ոչ թե անկարող էր։ Ու մեր չցանկանալն է զայրացնում Աստծուն։
Ես հիմա երկու բան եմ ասելու, որ գուցե զայրացնի ձեզ, բայց ճշմարտությունը պետք է ասել։ Աստվածաշունչը ասում է. աղոթեք ձեր ղեկավարների համար, աղոթեք ձեր կառավարությունների համար, բայց մենք չենք անում, ոչ թե որ ու մահանա ենք բերում, ես աղոթել չգիտեմ, ես մոռացա, ես են, բայց իրական պատճառը նա է, որ չենք ուզում, որովհետև գտնում ենք, որ արժանի չեն։ Մովսեսի նման։ Կամ Աստված ասում է. օրհնեք Իսրայելին։ Իսկ մենք ասում ենք, ոչ, Իսրայելը զենք է վաճառել մեր թշնամուն։ Ու էլ չենք նայում աջ ու ձախ, որ մեր այսպես կոչված բարեկամներն էլ են զենք վաճառել թշնամուն։ Չենք անում, որտև չենք ցանկանում։ Եվ բերում ենք պատճառներ, որքան էլ իրական ու հասկանալի լինեն այդ պատճառները, բայց ամբողջ բանը նրանումն է, որ այդպես անելով մենք շարժում ենք Աստծո զայրույթը մեր դեմ։ Անցնենք առաջ։ Եվ Տերն ասաց Մովսեսին. միթե ես քո Ահարոն եղբորը Ղևտացում չեմ ճանաչում, որ ճարտարախոս է։ Ահա նա դուրս է գալիս քեզ դիմավորելու եւ քեզ տեսնելու պես սրտանց կուրախանա։ Ահարոնը սահուն խոսող էր, բայց նրա խոսքի բովանդակությունը զորավոր չէր, որովհետև Աստծուց չէր տրված։ Մովսեսը պետք է Աստծո խոսքերը դներ Ահարոնի բերանը։ Աստված ասաց Մովսեսին. դու խոսիր նրա հետ եւ խոսքեր դիր նրա բերանում, եւ ես քո բերանի ու նրա բերանի հետ կլինեմ եւ ձեզ կսովորեցնեմ, թե ինչ պետք է անեք։ Այս իմաստով Ահարոնը նման էր, ասենք, լուրեր կարդացողի, որի համար գրում տալիս են, ինքը կարդում է։ Այսինքն Մովսեսը ստանալու էր Աստծուց, ասելու էր Ահարոնին, Ահարոնը բարձրաձայնելու էր։ Այսինքն Ահարոնը Աստծո խոսնակը չէր, Մովսեսն էր Աստծո խոսնակը, իսկ Ահարոնը Մովսեսի խոսնակն էր։ Բայց Աստծուն նման առաջնորդներ պետք չեն։ Աստծո ճանապարհը չի, որ մարդը ծառայի որպես սահուն խոսող, խոսել իմանա, բայց առաջնորդնել չիմանա։ Աստված ցանկանում է համատեղել խոսողի եւ առաջնորդի պաշտոնները, եւ դրա համար նրանք երկուսով պիտի անեին այդ գործը։ Դու խոսիր նրա հետ եւ խոսքեր դիր նրա բերանում, եւ ես քո բերանի ու նրա բերանի հետ կլինեմ, եւ ձեզ կսովորեցնեմ, թե ինչ պետք է անենք։ Քո փոխարեն նա կխոսի ժողովրդի հետ, նա քեզ համար կլինի որպես բերան, եւ դու Աստծո տեղ կլինես նրա համար։ Վերցրու այս գավազանը քո ձեռքը, որպեսի դրանով անես նշանները։ Դու Աստծո տեղ կլինես նրա համար։ Տերն ասաց Մովսեսին. Մովսեսին էր գալու հրահանգը Աստծուց, իսկ Ահարոնը պիտի առանց հարցականի տակ առնելու հետևեր Մովսեսին։ Կարծես երբ Մովսեսը հրաման էր տալիս, դա Աստված էր հրաման տալիս։ Աստծո այս հրամանները վերջնական են, վաղը կտեսնենք, որ Մովսեսը վերջապես ենթարկվում է ու գնում։ Սիրելիս, հարազատս, խնդրում եմ քեզ, կամքդ ենթարկացրու Աստծո կամքին։ Աստված ասում է. ապաշխարեք, ուրեմն մի հակառակվի, ապաշխարի։ Աստված ասում է ների, որ դու էլ ներվես, ների, որ ներվես։ Աստված ասում է աղոթեք ձեր ղեկավարների համար, որպեսզի խաղաղ ու հանգիստ կյանքով ապրեք։ Եկեք չհակառակվենք, աղոթենք, անկախ նրանից նրանք մեզ դուր են գալիս, ինչ կարծիք ունենք, Աստծուն ենթարկվենք։ Աստված ասում է ով անիծի Իսրայելին անիծյալ կլինի, ով օրհնի Իսրայելին օրհնյալ կլինի։ Մի չարախոսեք Իսրայելի հասցեին, անգամ ձեր սրտում մի հակառակվեք Իսրայելին, որտեղ շատ բաներ կա մենք չենք հասկանում։ Աստված ասում է դատվելու են ժողովուրդները ըստ նրա, թե ինչ վերաբերմունք են ցույց տալիս Իսրայելին։ Ամենևին կարևոր չի, քեզ դուր է գալիս իմ ասածը, թե ոչ։ Կարևորը, որ Աստծո կամքին դեմ չգնաք եւ Աստծո ցասումը չշարժվի, ոչ ձեր վրա, ոչ ձեր սերունդների, ոչ էլ մեր ազգի վրա։
Աստծո կամքին ենթարկվել նշանակում է լինել խոնար, լինել հեզ, մարդիկ, որոնք ասում են ոչ թե իմ իմացածը, այլ Աստծո իմացածը։ Ցանկացած մեկս, որ ասում ենք ես գիտեմ, ես գիտեմ, ես գիտեմ, այդ մարդու մեջ տեղ չկա էլ, որ Աստված որևէ բան սովորացնի։ Աստված էլ ասում է, դե որ գիտես, քարը գլուխդ, գնա գլուխդ տուր պատերով, այնքան արյունոթվես, մինչև խելքի գաս։ Եկեք մենք այդ անգիտուններից չլինենք, որոնցից մեկը ես էի ժամանակին։ Աստված օրհնի ձեզ, պահի ու պաշտպանի։ Ամեն։